Բարի երեկո, եթերում առաջին լրատվականի հիմնական թողարկումն է, ես Քրիստինա Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Մայիսի 1-ն աշխատավորների համերաշխության միջազգային օրն է, 1890 թվականից այն նշվում է որպես աշխատավորի իրավունքների պաշտպանության, գործազրկության ու շահագործման վերացման օր։ Կառավարությունը վերակազմավորվեց, ճարտարապետության պետական կոմիտեն այսուհետ քաղաքաշինության, պետեկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարության կազմում են։ Արտառոց իրավիճակ Արցախյան կարգավորման բանակցություններում Ադրբեջանն անվստահություն է հայտնում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորվիքին։ Ուկրաինան պատրաստվում է Մոսկվայի դեմ հայց ներկայացնել Հագայի միջազգային քրեական դատարան, միաժամանակ Սլավյանսկն ու Կիևը բանակցում են ԵԱՀԿ զինվորական դիտորդներին պաշտպանության ջոկատի զինյալների հետ փոխանակելու շուրջ։ Հողն արյունով ազատագրում են, ապրելով շենացնում։ Արցախում տոնել են Թալիշի ազատագրման 20-ամյակը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, հայրենիքի ապագա պաշտպանը զինվորական կրթությունը սկսում է դպրոցից։ Փոքր մհեր կրթահամալիրի նախաձեռնությամբ գործնական պարապմունքներ Գեղարքունիքի դպրոցականների համար։ Եվ կենթանաբանական այգում ազդարարվեց այգու բացման սեզոնը, ամենուրեք երաժշտություն, ծաղրածուներ, խաղեր, մրցույթներ եւ այդ ամենից զարմացած փոքրիկներ ու գազաններ։ Եվ այսպես այսօր մայիսի 1-ն է աշխատավորների համերաշխության միջազգային օրը, տոնն առաջացել է 19-րդ դարի երկրորդ կեսին, նշվել որպես մարդու իրավունքների պաշտպանության, գործազրկության եւ շահագործման վերացման օր։ Այսօր էլ այս տոնը նշվում է բազմաթիվ երկրներում, աշխատավորների տոնը մեծ շուկով էր նշվում Խորհրդային Միությունում, տեղի էին ունենում բազմամարդ շքերթներ, պարգևատրումներ եւ այլն։ Հայաստանում անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ համարվեց որպես խորհրդային մնացուկ, սակայն ավելի ուշ մայիսի 1-ը դարձյալ ընդգրկվեց պետական տոնացույցում։ Օրը Հայաստանում ոչ աշխատանքային է, տոնական արձակուրդն ուրբաթով չընդմիջելու համար մայիսի 2-ի փոխարեն աշխատանքային է լինելու գարնան վերջին օրը, շաբաթ, մայիսի 31-ը։ Երթը մեկնարկում է շարքերով, կարգադրիչների հետ միասին։ Մայիսի 1-ը աշխատավորների միջազգային տոնը աշխարհի տարբեր անկյուններում տարաբնույթ ընկալումներ ունի։ Մեր երկրի վերջին սերունդների հիշողությամբ կոմունիստական համարվող այս տոնն առաջին անգամ նշել են 1886-ին, կոմունիզմի երդվյալ թշնամի համարվող Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 128 տարի առաջ Չիկագոյի աշխատավորների բողոքի երթի ժամանակ անարխիստների պայթեցրած ռումբից զոհվեցին տասնյակ մարդիկ։ Ի նշան ամերիկացի պրոլետարների հետ համերաշխության եվրոպացի աշխատավորները փողոց դուրս եկան սև դրոշներով։ Դրանից 3 տարի անց Փարիզում երկրորդ ինտերնացիոնալի առաջին կոնգրեսը որոշեց մայիսի 1-ը հայտարարել աշխատավորների համերաշխության միջազգային օր։ 2 տարի է դուրս են գալիս եւ եթե մենք համեմատություն ենք դնում անցած տարվա եւ այս տարվա մեջ, քառակի անգամ ավելի հայտ է ներկայացվել մասնակցելու։ Այսինքն աշխատանքի օրը վերածվում է աշխատանքի տոնի։ Սա ոչ թե խորհրդային ժամանակի տոն է, այլ սա համաշխարհային միջազգային աշխատավորության համերաշխության օրն է եւ սա նշվում է միշտ էլ նշվել է աշխարհի բոլոր երկրներում, միտեղ գործադուլով, միտեղ ցույցով, միտեղ ուրախ երթով։ Մայիսի 1-ը ժամանակի հետ դարձավ կոմունիստական վարչակարգի ամենակարևոր տոներից մեկը։ Մարդիկ գլխավոր հրապարակ էին դուրս գալիս արտադրական միավորումներով, բուհերով, կոլտնտեսություններով։ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացած հանրապետությունները հրաժեշտ տվեցին որոշ տոների, դրանք համարելով սոցիալիստական հասարակարգի մնացուկներ, անտեսելով դրանց ծագումն ու նշանակությունը։ Այսօր բուհերին ու կոլտնտեսություններին փոխարինողը Հայաստանի Արհմիրությունների կոնֆեդերացիան արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ կարգախոսով էր նշում աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ աշխատանքը որպես այդպիսի տոկոսային առումով շատ քիչ է։ Մի քանի չափանիշներ կա արժանապատիվ աշխատավարձի, դրանցից գրեթե ոչ մեկը չի պահպանում այսօր մեր պետությունում։ Գիտեք ինչ, ժամանակին ստուգումներ արեցին, ինչ որ փորձեր արեցին, տեսնեն ուժ աշխատողները ինչ աշխատավարձ պիտի ստանան եւ հայտնաբերեցին արտասահմանյան աշխատողների հետ էին դա ինչ որ կազմակերպություններ, հայտնաբերեցին, որ բժիշկը մինիմում պետք է ստանա 300,000 մինիմում, իսկ մենք ստանում ենք ափսոսել ասելը։ Մեր երկրում մայիսի 1-ը որպես տոն վերականգնվեց 2001 թվականին։ Հունվարի 24-ին ազգային ժողովը լրամշակեց համապատասխան օրենքը, իսկ օգոստոսի 6-ին երկրի նախագահի հրամանագրով մայիսի 1-ը դարձավ Հայաստանի Հանրապետության աշխատավորի օր։ Ի դեպ ոչ աշխատանքային։ Հայկ Հովհաննիսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։ Աշխարհի պետությունները տարբեր կերպ են նշում մայիսի աշխատավորների համերաշխության օրը։ 1991 թվականից հետո առաջին անգամ Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել շքերթ, որին մասնակցել է 100,000 մարդ։
Չնայած լարված իրադրության այն նշվել է Ուկրաինայում, ընդ որում Կիևում մասնակցել են Ուկրաինայի միասնության կողմնակիցները, Սլավյանսկում դաշնայնացման։ Ընդհարումներ չեն գրանցվել, իսկ Ստամբուլում մայիս 1-յան ցույցը դարձյալ ուղեկցվել է բախումներով։ Թուրքական ոստիկանությունը արդյունքաբեր գազ է կիրառել Ստամբուլի կենտրոնում հավաքված ցուցարարների դեմ։ Ուժասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Նշեմ, որ ավելի վաղ իշխանություններն արգելել էին հանրահավաքների անցկացումը Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ հրապարակում, որն անցած տարի զանգվածային ակցիաների անցկացման գոտի էր դարձել։ Եվրոպական երկրներում Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում մայիսի 1-ին կազմակերպվել են հակակառավարական ցույցեր։ Իտալիայի 3 խոշոր արհմիություններն իշխանությանը կոչ են արել վերջ դնել կեղծ ժպիտներին ու հայտարարություններին եւ լրջորեն զբաղվել աշխատանքի ճգնաժամի խնդրով։ Թուրինում բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանների միջև։ Փարիզում մայիս 1-յան երթին մասնակցել են հիմնականում ազգային ճակատ կուսակցության անդամները Մարի Լե Պենի գլխավորությամբ։ Այժմ պաշտոնական մի քանի լուր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կառավարությանն առընթեր պետական եկամուտների ծառայությունը միացվել է ֆինանսների նախարարությանը։ Հրամանագրով սահմանվել է, որ մաքսային ծառայության մասին, հարկային ծառայության մասին եւ այլ օրենքներով նախատեսված մաքսային եւ հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է։ Միաժամանակ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն միացվել է քաղաքաշինության նախարարությանը։ Կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրերից բխող իրավական ակտեր։ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Աշխարհի երկրների հայամայնքներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը։ Իսպանիայում այն մեկնարկել է Մադրիդում, ապա հոգևոր արարողություններով, ծաղկեպսակների տեղադրումով, մոմավառությամբ, երթերով ու ցույցերով շարունակվել Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե քաղաքներում։ Կասա դե Կանտաբրիդա մշակութային համալիրում տեղի է ունեցել անլռելի զանգակատուն Հայաստան 1915 խորագրով մեծ եղերնը, վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը եւ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա են եղել բազմաթիվ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ։ Բանախոսել են իսպանացի նշանավոր գրող, լրագրող, հրապարակախոս, մեր ժողովրդի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուրիարանը, Մադրիդի հայեր ասոցիացիայի ղեկավար Կարեն Մարդանյանը, Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, որը վստահություն է հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ Իսպանիան համամարտկային արժեքներին հավատարիմ այլ երկրների շարքում նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կդատապարտի այն եւ կոչ կանի Թուրքիային չժխտել Օսմանյան կայսրության կողմից հայ ազգի եւ մարդկության դեմ գործած հանցանքը։ Միջոցառման ավարտին ցուցադրվել է BBC գործակալության նկարահանած Հայոց ցեղասպանություն վավերագրական ֆիլմը իսպաներեն։ Սպիտակ տունը համաձայնել է հանրային ցուցադրություն տրամադրել հայ որբերի գորգը, որը բացառիկ ու արժեքավոր արվեստի գործ է համարվում։ Գորգը գործել են ցեղասպանությունից փրկված հայ որբերը 1920-ական թվականներին եւ նվիրել Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին որպես երախտիկին նշան Միացյալ Նահանգների ցուցաբերված օգնության համար եւ արդեն 9 տասնամյակ այդ գորգը գտնվում է Միացյալ Նահանգների նախագահի նստավայրում։ Ամերիկայի հայկական կառույցների եւ հայամետ շատ կոնգրեսականների ամիսների պայքարի նպատակն էր ցեղասպանության մասին կենթանի հիշողության խորհրդանիշերից մեկը դարձած հայ որբերի գորգը ցուցադրել լայն հասարակության համար մատչելի վայրում։ Ադամ Շիֆը բարձր է գնահատել այդ խնդրում Սպիտակ տան վարչակազմի պատրաստակամությունը։ Ուկրաինան պատրաստվում է Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար Մոսկվայի դեմ հայց ներկայացնել Հաագայի միջազգային քրեական դատարան։ Միաժամանակ սկսվել են Սլավյանսկի աշխարհազորայինների ու Կիևի իշխանությունների միջև բանակցությունները ԵԱՀԿ զինվորական դիտորդներին պաշտպանության ջոկատի զինյալների հետ փոխարինելու վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Կիևի իշխանությունը պետք է երկխոսություն սկսի հարավարևելյան շրջանների ներկայացուցիչների հետ։ Մարիամ Մխիթարյանն է պատմում։ Ուկրաինայի հարավարևելյան շրջանների քաղաքները մեկը մյուսի հետևից ոտքի են կանգնում։ Դաշնայնացման համար հանրակրվե անցկացնելու պահանջ է ներկայացրել նաև Զապարոժեն, իսկ Դոնեցկում հակամայդանականները փորձել են գրոհել դատախազության շենքը, սակայն իրավապահները կանխել են ներխուժումը։ Խարկովի ազատության հրապարակում 6 մարտ նստած ցույց եւ հացադուլ է հայտարարել այդ կերպ աջակցություն հայտնելով Խարկովի դիմադրություն ու հարավ-արևել շարժումների ձերբակալված ակտիվիստների։ Ապրիլի 19-ին ձերբակալվել եւ կալանքի տակ է Խարկովի դիմադրության առաջնորդ Կոնստանտին Դոլգովը։ 3 ձերբակալվել էին հարավ-արևելքի ակտիվիստները։
New York Times թերթի բնորոշմամբ Ուկրաինայի հարավ-արևելքում իշխանությունը պատկանում է ցուցարարներին։ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում աշխարհազորայինները կանխում են կառավարական ուժերի բոլոր փորձերը վերականգնելու Կիևի իշխանությունը։ Միաժամանակ սկսվել է Սլավյանսկի աշխարհազորայինների եւ Կիևի իշխանությունների միջև բանակցությունը ԵԱՀԿ զինվորական դիտորդներին պաշտպանության ջոկատի զինյալների հետ փոխանակելու վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ արևմտյան գործընկերներն ուկրաինացիներին չեն խանգարի բանակցությունների հարցում։ Ես հուսով եմ, որ կողմերը կպայմանավորվեն, թե ինչպես ապրել հետագայում։ Պետք է նաև դադարեցնել Ուկրաինայի զինված ուժերը մարտական պատրաստության բերելու մասին ռազմատենչ հայտարարությունները։ Դրանք սեփական ժողովրդին վախեցնելու եւ միջուկրաինական երկխոսությունը խափանելու նպատակ են հետապնդում։ Մոսկվան կոչ է արել Կիևին, ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը հանցավոր սխալ ցույց չտալ եւ հրաժարվել Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրից։ Կիևը չի հրաժարվում նաեւ Մոսկվային պատժելու քաղաքականությունից։ Ուկրաինան պատրաստվում է Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար Մոսկվայի դեմ հայց ներկայացնել Հաագայի միջազգային քրեական դատարան։ Ուկրաինական հատուկ ծառայություններն էլ ձերբակալել են Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան ռազմածովային կցորդին նրան մեղադրելով լրտեսական գործունեություն ծավալելու համար։ Դիվանագետը անցանկալի անձ է հայտարարվել Ուկրաինայում եւ առաջիկայում պետք է լքի այդ հանրապետության տարածքը։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգներն էլ շարունակում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը։ Դա ի դեպ չի խանգարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հայտարարել, որ Մոսկվայի հետ Բերլինը կփորձի պահպանել գործընկերային լավ հարաբերությունները։ Մարիամ Մխիթարյան, Առաջին ալիք։ Հալեպում նախորդին հրասանդերի արկերի ու հրթիռների թիրախ դարձած հայաշատ շրջաններում կան զոհեր ու վիրավորներ։ Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ինքնաշեն մի քանի հրթիռ եկել է Կարեն Եփե ազգային ճեմարանի մոտ գտնվող օշական շենքի մոտ։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 հայ, մեկը պատանի, մյուսը մեծահասակ։ Եվս 2 արկ է ընկել Նոր Գյուղի մզկիթի մոտ գտնվող փողոցներից մեկում, իսկ երկրորդը հարվածել է ազգային Զավարյան վարժարանին, սակայն բարեբախտաբար երկուսն էլ չեն պայթել։ Հալեպի հայաշատ Սուլեյմանի է թաղամասում պայթածականի բեկորներից վիրավորվել է Կարեն Եփե ազգային ճեմարանի 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը։ Խաժակը տեղափոխվել է հիվանդանոց եւ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել տուն։ Օրեր առաջ էլ Սալամե Հալեպ ճանապարհին դժբախտ պատահարի հետևանքով փամփուշտին զոհեր գնացել Ռաֆի Հեքիմյանը, իսկ Դամասկոսի արևելյան Հութայի Մլեհա շրջանում տեղի ունեցած բախումներում զոհվել է սիրիական բանակի զինվոր Ուիլյամ Մակարյանը։ Նշեմ, որ պայթյունների հետևանքով նյութական վնասներն են մեծ, շատերի բնակարաններն ու որոշ փողոցներ քարուքանդ են եղել։ Հողն արյունով ազատագրում են, ապրելով շենացնում։ Արցախում տոնել են Թալիշի ազատագրման 20-ամյակը։ 1988-93 թվականներին Թալիշում կազմավորվել են աշխարհազորային խմբեր, որոնք գործում էին գյուղի ղեկավարության հրամանատարության ներքո։ Հետագայում, երբ գյուղի տղաներից ու հայաստանաբնակ թալիշցիներից կազմավորվում են մարտական խմբեր, ստեղծվում է ինքնապաշտպանական ջոկատ եւ շտաբ։ Արցախյան պատերազմում Թալիշից զոհվել է 44 մարդ։ Այսօր նրանց հիշել են ոչ թե որպես պատերազմի զոհերի, այլ որպես հաղթանակ կերտած հայրենիքի զինվորի։ Թալիշի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր մեծ միջոցառում, որին մասնակցելու են եկել գյուղն ազատագրողներից շատերը, դրսում ապրող հայրենակիցները, հայրենիքի այսօրվա պաշտպաններն ու երկրի բարձրաստիճան ղեկավար այրերը նախագահ Պակոս Սահակյանի գլխավորությամբ։ Թալիշի մարտերում նահատակված 44 եւ մեծ հայրենականում զոհված 222 թալիշցիներին նվիրված հուշահամալիրում նախ խոնարհումի արարողությամբ մատուցվում է արգանքի տուրք։ Երկամյա գերության ընթացքում գյուղը հիմնահատակ ավերվել էր։ Ավերված հայրենիքը շենացնել է ազատագրելուն հավասար հերոսություն է։ Այս տրամաբանությամբ է Արցախի նախագահը պարգևատրում մարտական ծառայություն մեդալով երեկվա ազատամարտիկներին եւ վաճական բարեպաշտ մեդալով այսօրվա բարերարին։ Թալիշի ազատագրումն Արցախյան ազատամարտի շոշափելի հաղթանակներից մեկն է։ Նման խոշոր բնակավայրի արկայությունն այստեղ առանցքային դերակատարությունն է մեր սահմաններն անսասան պահելու տեսանկյունից եւ կայուն հիմքեր է ստեղծում ողջ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ու ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Հողն արյունով ազատագրում են, ապրելով շենացնում։ Հայրենի հողին կարճած թալիշցիներին շնորհակալություն է ասում Արցախ հայրենակցական միության նախագահը։ Մենք հայաստանբնակ արցախցիներս միշտ ասում ենք, ամենահզոր եւ ուժեղ արցախցին այն արցախցին է, ով ապրում է Ղարաբաղում։ Կեցեք դուք Հարկ ձեզ
Փառք մեր հերոսներին։ Նվիրական տոնը նշանավորվում է պարգևատրման առատությամբ։ Մեդալներ, պատվոգրեր ու արժեքավոր նվերներ են հանձնում նաև Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահը, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահն էլ շնորհավորական ուղերձ է հղում թալիշցիներին։ Միության 20-ամյակին եւ 5-րդ բրիգադի 20-ամյակին նվիրված հուշամեդալներ են հանձնվում նախկին ազատամարտիկներին եւ հայրենիքի այսօրվա պաշտպաններին։ Գյուղի բարերարին նաև մայրություն կազմակերպությունն է երախտագիտություն հայտնում։ Чрезмерно благодарим всем вам։ Անչափ շնորհակալ եմ բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել իմ հայրենի Թալիշի ազատագրմանը եւ խոնարհվում եմ բոլոր նրանց շիրիմների առջեւ, ովքեր դրա համար ամենաթանկն են տվել իրենց կյանքը։ Պարգևներից բացի օրը գյուղացիների համար նշանավորվել է նաև կենսական մի շատ կարևոր անհրաժեշտությամբ։ Կառուցվել է գյուղին ջուր մատակարարող պոմպակայանը։ Թալիշը պետության անմիջական ուշադրության կենտրոնում է, պետական ֆինանսավորմամբ գյուղը շուտով դպրոցի նոր շենք կունենա, հիմնավորումը աշակերտների թվի աճն է։ Սկզբում դպրոց են հաճախել 45 աշակերտ մոտ, ներկայումս 102 աշակերտ, այսինքն դպրոցը ունի աճ։ Նոր դպրոցը 180 աշակերտի համար է նախատեսված, թալիշցիները վստահ են, դրան էլ կհասնեն։ Գրամումից առաջ 2200-ից ավելի բնակիչ ունեցող Թալիշը այսօր 513 բնակիչ ունի։ Մերի Դավթյան, Մհեր Մկրտչյան, Առաջին ալիք։ Դիվանագիտական սկանդալի սկիզբը Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև հարևան երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որն Իլհամ Ալիևի հատուկ բանագնացն է Արցախյան հարցով, կտրուկ արտահայտություններ է թույլ տվել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Օրլիքի հասցեին։ Ազիմովը նրան մեղադրել է համացանցային գրառումների համար, որոնք իբրև թե սատարում են Հայաստանի դիրքորոշումը։ Հայտարարել է, թե Օրլիքը կամայական է մեկնաբանում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։ Այդ ամենն ադրբեջանական կողմին տալիս է բոլոր հիմքերը Մինսկի խմբում ամերիկյան ներկայացուցչին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ պարոն Օրլիքին հետ կանչի հարցով ԵԱՀԿ գործող նախագահին դիմելու համար։ Հայ-ամերիկյան Focus on Children Now բարեգործական կազմակերպությունն արդեն 2 տարի ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։ Չինարիում առաջինը ձեռք է մեկնել գյուղի մանկապարտեզին, շենքը նորոգվել է, ապահովվել անհրաժեշտ գույքով, խաղալիքներով։ Գյուղին աջակցության հերթական ձեռնարկը ծառատունքն էր, կազմակերպության նախաձեռնությամբ ձեռք են բերվել կանադական բարդու 300 տնկիներ, որոնցից 200-ը մանկապարտեզի, 100-ը դպրոցի տարածքում են տնկվել։ Արագ աճող 10 մետրի հասնող բարձրությամբ հատուկ ծառատեսակն ընտրվել է 2 կրթօջախները թշնամու տեսադաշտից փակելու նպատակով։ Սահմանից մի քանի 100 մետր հեռավորությամբ Չինարին հակառակորդի կրակոցների թիրախ է։ Ծառատունքին ոգևորությամբ մասնակցել են նաև իրենք երեխաները, ծնողների եւ ուսուցիչների հետ։ Այսօր ոչ միայն արժեքը նրա մեջ էր, որ ծառեր տնկվեց, այլ այն, որ չինարեցին երբեք իրեն միայնակ չի զգում, քանի որ չինարեցի կողքին կանգնած են համայն հայությունը եւ աշխարհի բարեգործ մարդիկ։ Ես հուսով եմ, որ 300 ծառը, որ մենք այսօր տնկեցինք, կլինի խաղաղության սիմվոլ եւ հետագայում մենք ասվածտա ունենանք 300 հատ աշակերտ Չինարի գյուղում, ովքեր կկարողանան իրենց ծառերը ճրել։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Հայրենիքի ապագա պաշտպանը զինվորական կրթությունը սկսում է դպրոցից։ Փոքր Մհեր կրթահամալիրի նախաձեռնությամբ գործական պարապմունքներ են կազմակերպվել Գեղարքունիքի դպրոցականների համար։ Հայրենիքի ապագա պաշտպաններն ու ոչ միայն նրանք փորձել են հաղթահարել առաջադրված խնդիրները թիմային խաղերի միջոցով։ Դպրոցականներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու, ռազմագիտական մասնագիտությունների հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը ձևավորելու նպատակով Փոքր Մհեր կրթահամալիրի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից նախնական զինվորական պատրաստություն առարկայի գծով դաշտային գործնական պարապմունքներ, որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցներից ընտրված 16 ջոկատներ։ Մեր դպրոցը հնարավորություն ունի մարզերում ցուցադրել մեր երեխաներին։ Գիտեք, այսպիսի բաներ կա եւ մենք մեր ազգը պետք է պատրաստ լինի միշտ մարտին եւ միմիշ զինվորագրվելուն եւ որ նաեւ մեր երեխաները, մեր դպրոցների երեխաները տեսնեն, որ ինչպիսի պատրաստություն են ստանում զինվորականները, զինվորական դպրոցը։ Միջոցառումը մեկնարկեց Փոքր Մհեր կրթահամալիրի սաների ցուցադրական վարժություններով։ Փոքրիկ զինվորականների կամ ապագա սպաների տարաբնույթ գործողությունները ուսուցողական բնույթ ունեին եւ մեծ ոգևորություն առաջացրին մարզի դպրոցականների շրջանում։ Այն նաեւ լավագույն առիթ էր ավելի մոտիկից ծանոթանալու Փոքր Մհեր կրթահամալիրի գործունեությանը։
Ուզում եմ դպրոցն ավարտելուց հետո սովորեմ Վազգեն Սարգսյանի անվան կրթահամալիրում, որովհետև ճիշտ է հայկական բանակը ունի շատ հզոր զորքեր, բայց ես նույնպես ուզում եմ միանալ մեր զորքերին եւ պաշտպանել մեր հայրենիքը իմ ուժերով, որովհետև ես վստահ եմ, որ կկարողանամ։ Սխալ եմ համարում այն գաղափարը, որ միայն տղաներն են ազգի պաշտպան, ինձ թվում է աղջիկներն էլ պետք է եղած պահի կպաշտպանեն իրենց հայրենիքը։ Փոքր մհեր կրթահամալիրի սաների ելույթներին հաջորդեցին մարզի դպրոցական ջոկատների միջև անցկացվելիք մրցումները։ Հաղթող 3 ջոկատների եւ ծրագրի իրականացման ընթացքում աչքի ընկած դպրոցականների համար նախատեսված էին մրցանակային գավաթներ եւ պատվոգրեր։ Ջոկատները միմյանց հետ իրենց սպորտային եւ զինվորական գիտելիքները չափեցին կրթահամալիրի սաների աջակցությամբ, մրցավարությամբ ու գնահատմամբ, այսպիսով խթանելով նաեւ կրթահամալիրի եւ հանրակրթական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը։ Ես ավտոմատը քանդեցի եւ ավակեցի 39 վայրկյանում եւ ժյուրին դա գնահատեց գերազանց։ 1 րոպե 20 վայրկյանում ես 3 գործողություն արեցի, ոտքը կապեցի, ձեռքը, դաստակը եւ գլուխը։ Մեկ անգամ նայելով փորձեցինք եւ ստացվեց։ Նմանատիպ միջոցառումները բնականաբար նպաստում են մեր երեխաների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության էլ ավելի ամրապնդման ու խորացմանը, իսկ փոքր մհեր կրթահամալիրի այս նախաձեռնությունը, որին արձագանքեցինք մենք, կարծում եմ էլ ավելի կխթանի մեր տարածաշրջանի հանրակրթական դպրոցներում ոչ միայն ռազմագիտություն առարկայի, այլ առհասարակ ռազմական գործի ուսումնասիրմանը։ Միջոցառման ընթացքում հաղթող ճանաչված ջոկատը հունիս ամսին կհրավիրվի Երևան միջմարզային մրցումներին մասնակցելու նպատակով, իսկ այդ փուլում աչքի ընկած հաղթողը կխրախուսվի Արևմտյան Հայաստանում շրջագայելու ուղեգրով։ Հասմիկ Շաբազյան, Ֆելիքս Ղազարյան, Առաջին ալիք։ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իրականացնում է կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում ծրագիրը։ Գործընկերներն են Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը, ֆինանսավորողը Եվրամիությունը։ Ծրագրի շրջանակում տեղական տնտեսական զարգացման ծրագրերի կազմման եւ կանանց բիզնես կարողությունների զարգացման նպատակով դասընթացներ են կազմակերպել, բիզնես ծրագրեր են կազմվել, լավագույններին կտրվեն դրամաշնորհներ։ Վանաձորում արդեն տեղի է ունեցել Շնող, Թեղուտ, Աղթալա, Շամլուղ, Մեծայրում եւ Ճոճկան գյուղերի ծրագրում ընդգրկված կանանց բիզնես ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությունը։ Այս ծրագրի նպատակն է նպաստել մեր երկրում եւ մասնավորապես Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների հզորացմանն ու նաեւ այդ կերպ նպաստել տնտեսական վիճակի բարելավմանը, խթանել գործազրկության մակարդակի նվազեցումը։ Լավագույն 6 ծրագրի ներկայացրած մասնակիցները փոքր ու միջին բիզնես սկսելու համար դրամաշնորհի հավաստագիր են ստացել։ Առաջիկայում Ալավերդու եւ Վանաձորի խմբերում եւս կտրամադրվեն 1 տասնյակից ավելի բիզնես դրամաշնորհային գումարներ։ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում ապրիլի 25-ից մեքենավարների ու նրանց օգնականների բողոքված կրքերը չեն հանդարտվում։ Նրանք գործադուլ էին հայտարարել, պահանջելով վերանայել իրենց աշխատավարձի չափը։ Այսօր հրավիրած ասուլիսում մեքենավարները լրագրողներին ներկայացրել են իրենց հերթական բողոքն ուղղված Հարավկովկասյան երկաթուղիների տնօրինությանը։ Վտանգավոր աշխատանք կատարելու համար նախկին տնօրենի օրոք մեքենավարները ստացել են հավելավճարներ, ինչը կազմել է աշխատավարձի նվազագույնը 25%-ը։ Այսօր նվազել են նաև հավելավճարները։ Իսկ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության տարածած հաղորդագրության համաձայն մեքենավարների աշխատավարձը կազմում է մոտ 290,000 դրամ։ Մեքենավարները պնդում են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեքենավարների վստահում են, որպես իրենց մասնագիտությունը, պարտ մասնագիտություն խնդրում են, կարողում են, որպեսզի իրենց աշխատավարձը վերանայվի։ Նոր ժամանակակից ատամնաբուժական կլինիկա Երևանում։ Grand Dent-ն այսօր արդեն պատրաստ է հիվանդներ ընդունել եւ մատուցել ատամնաբուժական բարձրորակ ծառայություններ։ Ատամնաբուժարանը համալրված է նորագույն սարքավորումներով, բժիշկներն ունեն մասնագիտական բարձր որակավորում։ Կլինիկայի անձնակազմը համոզված է, որ իրենց աշխատանքի գնահատականը այցելուի գոհունակությունն է։ Grand Dent նորաբաց ատամնաբուժարանը հայտնի մասնագետ Հրանտ Գրիգորյանի աշխատանքային 15 տարիների արդյունքն է։ Հավակնում է ոլորտի առաջատարի դերին իր գերժամանակակից սարքավորումներով ու վերապատրաստված մասնագետներով, որոնք ի դեպ չեն կրելու բժշկական հատուկ համազգեստը։ Ամեն ինչ մտածված է բնական ու անկաշկանդ մթնոլորտն ապահովելու համար։ Ոչ մի ջանք, միջոց չի խնայվել նպատակին առավելագույնս հասնելու առումով։ Հարմարավետ եւ բազմաֆունկցիոնալ բազկաթոռներ յուրաքանչյուր հաճախորդի համար հիշողության ռեժիմով, ռենտգեն սարք, նաեւ ինքնաախտահանման համակարգ եւ ատամների կարծր հյուսվածքներն ու քարերը մշակող լավագույն ծայրակալներ։ Այս ամենը հիմնադրի խոսքով ատամնաբուժության մեջ վերջին խոսքն է։ Կուզեի առանձնացնել նաեւ մի փաստ, որ մենք կատարում ենք նաեւ բացակա ատամների վերականգնում մեկ այցի ընթացքում առանց հենակետային ատամների տաշվածների, առանց իմպլանտների, առանց կամուրջների։
Իտալա-գերմանական համատեղ ձեռնարկության հանրահայտ սարքավորումներն ի դեպ կարող են միանգամից իրականացնել իմպլանտացիա, նաև տարբեր վիրահատություններ առանց վիրահատական նշտարի, ցավազրկման ու կարերի։ Մենք լիովին վերապատրաստված ենք եւ տիրապետում ենք բոլոր հնարավորություններին, սարքավորումների եւ ունենք բոլոր նախադրյալները ընդունելու ցանկացած պացիենտի ցանկացած ատամնաբուժական խնդիրներով։ Ի դեպ ատամնաբուժարանի գովազդային արշավն այս լուսանկարներում ներկայացնում են հենց Grand Dent-ի անմիջական հաճախորդները։ Լուսինե Մկրտչյան, Էդվարդ Դավթյան, Առաջին ալիք։ Առաջին անգամ Հայաստանում ներկայացվում է շվեյցարիական ազգային նվագարանը Ալփորնը։ Աշխարհի թերևս ամենամեծ փողային այս գործիքը, որ 3 մետր 70 սանտիմետր երկարություն ունի, Շվեյցարիայի հովիվների գործիքն է, բայց ալփորնահար Էլիանա Բուրկին այս ավանդական գործիքով նվագելու է ոչ միայն ազգային երաժշտություն, այլև բլյուզ, ջազ եւ նույնիսկ դասական ստեղծագործություններ։ Շվեյցարուհու խոստովանմամբ Ալփորնը նվագելը չափազանց դժվար է, քանի որ այն ունի սահմանափակ նոտաներ, առավել բարդ է նվագախմբի հետ։ Պետք է լարես լսողությունդ, քանի որ 4 մետրանոց գործիքի ձայնը լսելի է նվագողի ականջներից բավականին հեռու։ Երևանյան համերգում Էլիանա Բուրկինն ընկերակցելու է օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Կարեն Դուրգանյանի ղեկավարությամբ։ Համերգը տեղի կունենա վաղը երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրկեստր պլյուս նախագծի շրջանակում։ Մայիսի 1-ին աշխարհի եզդիները նշում են իրենց միասնության օրը։ Այսօր Եզդիների միության նախագահն ասել է, թե 2002 թվականի մայիսի 1-ին Եվրոպայի խորհուրդը ճանաչել է եզդիների լեզուն եւ ազգային ինքնությունը այս տոնի առիթով հավաքի ժամանակ այսօր Ազիզ Թամոյանը կոչ է արել ամբողջ աշխարհի եզդիներին իրենց ընտանիքներում յուրաքանչյուր մայիսի 1-ը նշել միասնաբար եւ հանդիսավորությամբ։ Մենք ամեն տարի պետք է այս օրը ուրախանանք, դա կհամարվի համայն աշխարհի եզդիների տոնը, միասնության տոնը։ Այսինքն եզդիներն այսպես է ասում. «Այդա եկմուրա էզդիա»։ Մայիսի 1-ն ամեն տարի Երևանի կենդանաբանական այգու համար խորհրդանշական է, հենց այսօր ազդարարվում է այգու բացման սեզոնը։ Եվ ինչպես ամեն տարի այգին մարդաշատ է։ Իդեպ մեր գազանանոցը ծրագրում է անդամակցել Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիային, իսկ դրա համար անհրաժեշտ է բարեկարգման մեծածավալ աշխատանքներ կատարել, այդ թվում նաև ազատավանդակներ կառուցել եւ այդ ամենն անել ոչ ավել քան 3 տարում։ Սուսան Բադալյանն է պատմում։ Երևանի քաղաքապետն էլ է այստեղ տիկնոջ ու 4 բալիկների հետ։ Ամենուրեք երաժշտություն, ծաղրածուներ, խաղեր ու մրցույթներ եւ այդ ամենից շվարած փոքրիկներ ու գազաններ։ Այգու վերակառուցումը փուլերի է բաժանվել։ Երևանի քաղաքապետը հույս ունի, որ քաղաքի բյուջեից տրամադրված 300 միլիոնը բավարարելու է, որպեսզի առաջին փուլի գործը ավարտին հասցնեն։ Բանդակների կառուցում, բանդակների վերակառուցում, վերանորոգում, այգու տարածքի կանաչապատում, անտառային գոտու ավելացում։ Ես տեսել եմ փակը, բուտիկներով էր, տեղի գույնի ու կապիկներ։ Մեկ էլ սկայլին։ Կենդանաբանական այգու տնօրենը այգին համալրելու ծրագրերի մասին է պատմում, արդեն տեղում է հարավ-ամերիկյան ընձառյուծը, ընտանիք կազմելու փորձեր է անում։ Դեռ նոր ծանոթանում են, դեռևս առաջիկա 1 ամսվա ընթացքում պարզ կլինի, եթե ստացվի մեր մոտ, թե չէ։ Եվս 5 կենդանատեսակների են սպասում Երևանի գազանանոցում եւ իհարկե նոր փղիկին։ Մեր անհաջողակ Grande Թբիլիսիի հետ կնքված փղերի փոխանակման հուշագրով կմեկնի Թբիլիսիի այգի, իսկ Երևան կգա թարմ ու մատղաշ 7-ամյա մի փղիկ։ Ունենք ժամանակ մինչև սեռահասուն դառնալը, վերանորոգելու ամբողջական ձմեռանոցը, որը այստեղ շատ փոքր տարածք է 2 փղի համար, որպեսզի հետագայում նաև ընտանիք կազմի։ Իսկ մեր Grande, որ Երևանյան այգում այդպես էլ չվայելեց հարսնացուին, ապա սկսեց տառապել ատամնացավից, Թբիլիսիում անգլիացի մասնագետների օգնությամբ կվիրահատվի, եւ եթե ամեն ինչ հաջող ստացվի, կամուսնանա, եթե էլի ամեն ինչ հաջող ստացվի, նրա ձագուկները կգան հայրիկի հայրենիք, Երևանի կենդանաբանական այգի։ Սուսան Բադալյան, Հովանես Քյոսյան, Առաջին ալիք։
Եվրատեսիլ 2014-ի առաջին կիսաեզրափակչին մնաց 5 օր։ Մեր պատվիրակությունն արդեն մի քանի օր է Կոպենհագենում է, շարունակվում են համաեվրոպական փառատոնում մեր պատվիրակի փորձերը, հանդիպումները տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես Լատվիայի պատվիրակությունը թեյի է հրավիրել Արամին ու մեր պատվիրակության մյուս անդամներին։ Հայաստանի պատվիրակությունը ջերմ ընդունելության է արժանացել, Լատվիայի երաժիշտները հատուկ երգով են ողջունել Արամին։ Կատարման ժամանակ էլ Արամ Էմպետրին միացել է իր գործընկերներին, համատեղ իմպրովիզացիաներ անելով, երգելով ու երաժշտական գործիքների ձայներ հանելով, Արամը կրկին իր հայտնությունը լսարանի առջև վերածել է զվարճալի ու ինտերակտիվ ելույթի։ Բարև Հայաստան! Մեկ ձեզ սիրում ենք։ Սա այս թողարկման վերջին լուրներ, ինչպես կզարգանան իրադարձությունները կիմանաք առաջին լրատվականի եթերում։